Ողջույն հարգելիները, շնորհակալություն եմ հայտնում, որ միացաք մեզ Արարատ Աստվածաշունչի առաքելություն։ Այս կիրակի օրվա սերտողությունը մենք սիրով ձեր համար պատրաստել ենք, ուսումնասիրելու ենք նոր կտակարանից, շարունակում ենք մենք նամակ Հռոմեացիներին, 10-րդ գլուխն ենք ուսումնասիրելու 1-ից 7 համարները։ Վերնագիրն է հնազանդություն իշխանություններին։ Ուրեմն եկեք սերտողությունը հարցով սկսենք։ Իշխանությունները Աստծուց տրված են, թե ոչ, եւ քրիստոնյայի համար ինչ նշանակություն ունի սա։ Չէ՞ որ շատ ժամանակներում պետություններն ու իշխանություններն են, որ հալածում են քրիստոնյաներին։ Ուրեմն եկեք տեսնենք, ստեղծագործությունից սկսած եղել են տարբեր ժամանակաշրջաններ Աստծու եւ մարդկանց շփման հետ կապված։ Եվ Աստված, այսինքն մարդկանց կառավարելու եւ իր ափերի մեջ պահելու նպատակով։ Իհարկե, սա կոչվում է աստվածաբանական սահմանումով կամ տերմինաբանությամբ որպես dispensationalism։ Հայերենով նաեւ սա բաշխում է կոչվում եւ ունի 7 տարբեր տեսակի ժամանակաշրջաններ։ Առաջինը անմեղությունն է, երկրորդը խղճի ժամանակաշրջան, երրորդը պետության կամ իշխանության ժամանակաշրջան, 4-րդը խոստումի ժամանակաշրջան, 5-րդը օրենքի, 6-րդը շնորհի եւ վերջապես 7-րդը հազարամյակն է, որ Հիսուսի երկրորդ գալուստն է եւ իր իշխանությունն է լինելու 1000 տարի այս աշխարհի վրա։ Ուրեմն մենք ուսումնասիրելու ենք պետության այս բաշխման ու Աստծու ու մարդկանց շփման ժամանակաշրջանը, կոնկրետ այս կետի շուրջ եւ ուսումնասիրենք Աստծու նպատակը պետության համար եւ ինչու քրիստոնյայի համար դա կարեւոր է։ Ուրեմն եկեք մեր գլուխները մի պահ խոնարհենք, աղոթենք ու անցնենք սերտողությանը։ Տեր Հիսուս, մենք շնորհակալ ենք իսկապես Տեր այս հնարավորության համար, քո խոսքերի համար եւ Տեր շնորհակալ ենք մեր ունկնդիրների եւ դիտողների համար։ Աղոթում ենք նրանց առատորեն օրհնես, զորացնես եւ բոլորիս աշակերտես քո խոսքերով։ Դու բոլորի կարիքները գիտես, բերում ենք քո բոլորի կարիքները քո ոտքերի առջև Տեր, որպեսզի տաս մեզ կատարյալ լուծում ու խնդրում ենք Տեր Հիսուս, որ մեր հետ լինես ու Սուրբ Հոգին մեզ առաջնորդի այսօրվա սերտողության համար։ Աղոթում ենք այս ամենը քո Սուրբ անունով Հիսուս, ամեն։ Ուրեմն եկեք կարդանք առաջի մի քանի համարները եւ հասկանանք, թե Աստված ինչ է մեզ բացատրում։ Սկսենք հələ որ առաջի համարից։ Ամեն մարդ թող հնազանդվի իր վրա եղած իշխանություններին, որովհետև չկա իշխանություն, որ Աստծուց չլինի եւ գոյություն ունեցող իշխանություններն Աստծուց են կարգված։ Լավ, ստեղ ուրեմն մեզ մի քանի կարևոր կետ է բացատրում Աստծու խոսքը։ Առաջինը, ով է նշանակում իշխանություններին։ Եվ իհարկե դրա պատասխանն է տեսնում ենք, որ բոլոր իշխանությունները Աստծուց են նշանակված եւ Աստծուց են ստանում իրենց արտոնությունը։ Նաեւ ասեմ, որ այս բաժինը կարելի է կպցնել նախկին սերտողության հետ, քանի որ երբ առաքյալները մեզ բացատրում են Պողոսը եւ Պետրոսը օրինակի համար առաջի Պետրոսի նամակի մեջ եւ Պողոս առաքյալներ այստեղ, երբ որ հալածանքի մասին հարց է առաջանում կամ խորհուրդ է տրվում եկեղեցուն, ինչպես պետք է եկեղեցին իրեն պահի, եւ նույնիսկ հալածանքի մասին է խոսք առաջանում, միշտ առաքյալները քաջալերում են իրենց հոտին, որ իշխանություններին դեմ կամ հակառակ չգնան եւ հատուկ մոտեցումը կարեւոր եկեղեցու կողմից պետության կամ իշխանությունների նկատմամբ։ Ուրեմն սա առաջի հերթին, երկրորդ հերթին, ինչ պետք է լինի մեր մոտեցումը որպես քրիստոնյա իշխանությունների նկատմամբ։ Ուրեմն պարզ ասած Պողոս առաքյալը մեզ բացատրում է, թե մենք այսինքն ասեմ Աստված մեզ հստակ հրաման ունի տալու այս հարցի վերաբերյալ եւ հարկավոր է հնազանդվել իշխանություններին։ Անցնենք հիմա երկրորդ համարին, գրված է ուրեմն իշխանության հակառակվողն Աստծու հրամանին է հակառակվում եւ հակառակվողներին իրենք իրենց վրա դատապարտություն են վերցնում։ Ուրեմն լավ,
Հետևանք կա փաստորեն չհնազանդվելու։ Պողոս առաքյալը սովորեցնում է, որ իշխանություններին չհնազանդվելը ուղիղ Աստծուն դեմ է։ Կա ժամանակ, որ ասեմ ձեզ, որ կարող ենք չհնազանդվել իշխանություններին։ Այո, երբ իշխանությունները արգելում են մեզ Տիրոջը պաշտելու, փառաբանելու եւ Աստծո խոսքը քարոզելու, ավետարանությամբ զբաղվելու եւ Աստծուն հակառակ օրենքներ դնելու դեպքում մենք այո արտոնված ենք եւ իրավունք ունենք չհետևելու իշխանություններին։ Այս օրինակները համ հին եւ նոր կտակարաններում է գտնվում։ Առաջինը ասեմ, որ Դանիելի մարգարեության մեջ է հին կտակարանում 3-րդ գլուխ 14-18 համարներ, 6-րդ գլուխ 10-12 համարներ եւ իհարկե Գործ Առաքելոցի նոր կտակարանում գրված այս գրքում 5-րդ գլուխ 29 համարում, որովհետև մեր համար, տեսեք, պետությունը, կառավարությունը, այսինքն իշխանությունը, ասենք, իշխանությունը դրված է հստակ Աստծո կամքը կատարելու համար, եւ գիտենք, որ իշխանությունը արտոնված է Աստծուց, սակայն կան ժամանակներ, երբ որ այդ իշխանությունը գնում է Աստծո կամքին դեմ եւ իր առաքելությանը հակառակ է գնում եւ այդ ժամանակ է որ եկեղեցին իրավունք ունի չհնազանդվելու այն պատճառների համար որ նշեցի ես իսկ մի իշխանությունը սիրում ես կամ չես սիրում կամ չգիտեմ այդ ձևի պատճառներ եւ այլն Աստծո խոսքը մեզ այդ արտոնությունը չի տալի որ իշխանափոխություն պետք է անենք որովհետեւ այս կամ այն պատճառներով հստակ պատճառներ կա միմիայն Աստծո օրենքին դեմ գնալու դեպքում է եւ այն էլ եթե իշխանությունը արգելում է Աստծուն պաշտել, փառաբանել, խոսքը քարոզել, ավետարանությամբ զբաղվել եւ Աստծուն հակառակ իհարկե օրենքներ, այն ժամանակ իրավունք ունենք չհետևելու։ Լավ, անցնենք հիմա 3-ից 4 համարները ուսումնասիրեն։ Գրված է, որովհետեւ իշխանավորները բարի գործերի համար վախ չեն ազդում, այլ չար գործերի։ Ուզում ես իշխանությունից չվախենալ, բարիք գործի ու նրանից գովասանք կստանաս, որովհետև իշխողը քեզ համար Աստծու սպասավորն է քո բարիքի համար, իսկ եթե չարիք գործես, վախեցիր, որովհետև սուրն իզուր տեղը չի կրում, նա Աստծու սպասավորն է չարիք գործողին բարկությամբ պատժելու համար։ Ուրեմն եկեք հասկանանք ինչ նպատակ է ծառայում իշխանությունները։ Հարցի պատասխանը մեզ Պողոս առաքյալը տվեց, ասում է Պողոս առաքյալը բացատրում է, որ իշխանությունների նպատակը կարգ ու կանոն հաստատելն է եւ չար մարդկանց պատժելը։ Նրանք Աստծո սպասավորն են, արտոնված են ուժով եւ կատարում են արդարություն։ Հենց այս պատճառով Աստված տվել է մի քանի կանխելու միջոցներ, մինչև, այսինքն խոսքը զավակը պետության ձեռը չգտնվելու, չանցնելու դեպքում։ Առաջինը ծնողն է, որ պետք է դաստիարակել իր զավակին, որ թույլ չտա, որ զավակը կանոններից դուրս գա եւ դաստիարակված առաքինի զավակ մեծանա։ Երկրորդ հերթին խիղճն է, որ Աստված մեզ խիղճնել է տվել, որպեսզի կանխի մեղքին եւ երբ որ այդ ամենը չհաջողվեց, նոր այդ ժամանակ ցավոք այդ անձնավորությունը այդ զավակը կընկնի պետության ձեռքը, կդատվի, իհարկե կանցնի բանտարկության եւ այլն եւ այլն։ Հիմա անցնենք 5-ից 6 համարները կարդանք ու կատարենք մեր մեկնաբանությունը, այսինքն բացատրությունը։ Դրա համար պետք է հնազանդ լինել ոչ միայն բարկության վախի պատճառով, այլ խղճի համար եւս։ Դրա համար եկ նաեւ հարկ վճարում, որովհետեւ նրանք Աստծո սպասավորներն են այդ բանը հոգալու համար։ Ուրեմն վճարեք ամեն մեկին իրեն հասանելիքը, որին հարկը, որին մաքսը, որին վախը, որին պատիվը։ Ուրեմն սա ինչ է նշանակում, հարգելիներս։ Քանի որ իշխանությունները Աստծուց են նշանակված, ուրեմն եկեղեցին, այսինքն հավատացյալները պետք է ենթարկվեն, որովհետև իշխանությունը Աստծո կամքն է կատարում։ Դա մենք արդեն հասկացանք։ Պետության առաքելությունը Տիրոջ պատժամիջոցը լինելն է։ Եվ քանի որ դա այդպես է,
գիտենք, որ պետությունը նաև գործ ունի անելու եւ այդ գործը կատարելու համար ունի ծախսեր, որ այդ ծախսերը պետք է իհարկե հոգանք։ Ուրեմն Աստված մեզ հստակ բացատրում է իր խոսքերի մեջ, որ դրանք հարկերն են, մաքսերն են եւ այլն։ Եվ մենք, որպես եկեղեցի, պետքա պարտաճանաչ լինենք եւ պետքա ազնիվ լինենք եւ Տիրոջ խոսքերին հնազանդ լինենք, որպեսզի Տիրոջ կամքին եւ նրա արտոնված մարմնին հակառակ չգնանք։ Այսինքն նշանակում է, որ եթե պետությունը մեզանից հարկ է պահանջում, հարկը պետք է տանք եւ այլն։ Էս է կարևոր հասկանալ, որովհետեւ մեր նպատակը որպես եկեղեցին պետության դեմ գնալը չի։ Մեր նպատակը որպես եկեղեցի պետության դեմ պայքարելը չի։ Մեր նպատակը որպես եկեղեցի այսինչ կամ այնինչ կուսակցության հետևից գնալը չի։ Եկեղեցու նպատակը Տիրոջ կամքը եւ երկնքի արքայության գործերի մեջ գտնվելն է։ Իհարկե մենք պարտականություն ունենք, այո, մենք որպես քաղաքացի հարկավոր ենք օրենքները հետևենք եւ քանի որ գտնվում ենք մենք հանրապետական ժողովրդավարական համակարգի մեջ, մենք ընտրում ենք մեր ներկայացուցիչներին, որ նրանք էլ իրենց գործը կատարեն։ Հետևաբար մենք պարտականություն ունենք ընտրելու ճիշտ մարդկանց առաքինի աստվածավախ անձնավորություններին եւ մեր գործն է, որ մենք աղոթենք Տիրոջը, որպեսզի Տերը մեզ խաղաղություն տա եւ ճիշտ ղեկավարներին դնի մեր գլխին։ Իհարկե, եթե վատ ղեկավար եղավ, մեր գործողությունը որպես եկեղեցի խախտվելու է, հալածանքների առջև կարող են կանգնել եւ այլն, ուրեմն մեր պարտականությունն է, որ մենք ընտրենք ճիշտ ղեկավարներին, պահանջատեր լինենք մենք մեր ղեկավարությունից, որպեսզի նրանք հասկանան իրանց կարևորագույն նպատակը, որը արդարադատության նպատակն է, Աստծո կամքը կատարելն է եւ առաքինի ճիշտ անձնավորություններին ընտրենք պետությունում, որ պետությունն էլ իր ճշմարիտ եւ աստվածակենտրոն աշխատանքը կատարի։ Սա է մեր համար կարևոր հասկանալ այս համարների մեջ, որովհետև Աստված մեզ հստակ կերպով բացատրում է պետության դերը եւ մեր նպատակը եւ մեր մոտեցումը պետության նկատմամբ։ Նաեւ ասեմ եւ նորից շեշտեմ, որ այստեղ կարևոր կետը այն է, որ երբ առաքյալները մեզ խրատ են տալի մեր վարքերի վերաբերյալ հալածանքի դեպքում, նաև միշտ շեշտում են եկեղեցու եւ պետության իշխանության նկատմամբ ինչպես պետք է եկեղեցին իրեն պահի եւ ինչ դիրքորոշում պետք է եկեղեցին ունենա պետության իշխանությունների նկատմամբ։ Եկեք մենք հետևենք Տիրոջը, ոչ թե մարդկանց, եւ այսպես կատարենք մեր կամքը, ինչպես որ Աստված այստեղ շատ հստակ կերպով մեզ տվել է։ Եվ նորից ասեմ, որ սա է կարևորագույն նպատակը Աստծո խոսքը ամբողջությամբ կարդալ, թեմատիկ ձևով չմոտենալ, որովհետև եթե սկզբից մինչև վերջ չկարդաս, սխալ հասկանալու հնարավորությունը ավելի շատ է, շահարկելու նպատակը ավելի շատ է, եւ իհարկե եթե ուզում ես ճիշտ ձևով Տիրոջը հասկանալ իր կամքը կատարել, ուրեմն հարկավոր է, որ Աստծո խոսքը այս ձևով մոտենալ եւ սովորել։ Հարգելիներս, հույսով եմ, որ այս պատգամը ձեր համար օրհնանք էր, Տերը ձեզ օրհնի։ Ամեն։